Օրվա նորությունների ընդհանրացմամբ այսօրի մարզային թողարկումն է եթերում բարև ձեզ, կարևորի մասին նախակիրճ։ Ադրբեջանը կրկին վրիպել է, իրավիճակը Ղարաբաղ-ադրբեջանական շփման գծում։ Հայի կոչն ու պահանջը մեկն է, ճանաչում, հիշատակի և ոգեկոչման միջոցառումներ Շիրակի մարզում։ Իմ անունն է պայքար, վաղճանս հաղթանակ, ջահերով երթ և խնկարկում Գյումրիում։ Նշանակված պատժեկեսն արդեն կրել է, կայացվել է Էվլիա Գյումուշթեքինի սպանության գործով դատավճիռը։ Հատուկ ուշադրություն հաղթանակած մարզիկներին չեմպիոնների պարգևատրումը քաղաքապետարանում։ Նախագահի ընտրություններ Շիրակի մարզում, շախմատի ֆեդերացիան ունի նոր ղեկավար։ Նախ իրավիճակը սահմանին գիշերը Ղարաբաղ-ադրբեջանական զինված դիմակայության գոտում հակառակորդը կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը խախտել է ավելի քան 120 անգամ, օգտագործելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ 60-82 մմ-անոց ականանետեր, հան 17 տիպի նռնականետ և Zu-23-2 տիպի զենիթային կայանք։ Շփման գծի հյուսիսարևելյան Մարտակերտի ուղղությամբ հակառակորդը հերթական անգամ անարդյունավետ կիրառել է նաև Spike տիպի հակատանկային կառավարվող հրթիռ։ Իսկ հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 38 միջադեպ։ Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ։ Բացի հրաձգային զինատեսակներից կիրառվել է նաև RPG-7 տիպի նռնականետ։ Հայաստանի զինված ուժերը և Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները ցուցաբերելով զսպվածություն պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունը նաև տեղեկացնում է. Ղարաբաղ-ադրբեջանական հակամարտության գոտու ողջ երկայնքով հակառակորդի լայնածավալ հարձակման առաջին իսկ պահերից իր ողջ ներուժը հանրապետության պաշտպանական համակարգի ամրապնդման և անվտանգության ապահովման գործին նպատակաուղղվեց նաև Արցախի ազատամարտիկների միությունը։ Բացի այն, որ ապրիլյան դիմակայության առաջին իսկ օրվանից առ այսօր առաջնագծում շարունակում են մարտական խնդիր կատարել հազարավոր ազատամարտիկներ, միությունը պարբերաբար հանդես է գալիս նաև հանրապետության պաշտպանական ներուժի հզորացմանը միտված նյութական աջակցության տարբեր ծրագրային նախաձեռնություններով։ Այս համատեքստում օրերս միության նախագահ գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ և Արցախի ազատամարտիկների միության վարչության որոշմամբ որպես օգնություն այսօր պաշտպանության բանակին տրամադրվել է 543 միլիոն դրամ։ Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի հիշատակի և ոգեկոչման միջոցառումներին անդրադառնանք։ Ցեղասպանություն վերապրած ազգը։ Համայն աշխարհին արդեն 101 տարի ապացուցում է, որ ոչինչ չի կարող խանգարել նրան ապրել ու արարել։ Հայը Փյունիկի նման վեր հառնեց մոխիրներից ու ոչ ասած բռնություններին ու վայրագություններին, փորձելով բաց անել աշխարհի աչքերն ու ականջները, լսելու ու տեսնելու համար այն, ինչ տեսավ մի ամբողջ ազգ ու մի ամբողջ ժողովուրդ։ Մինչ այսօր հայի կոչն ու պահանջը մեկն է՝ ճանաչում։ Այս տարի ևս մարզային ու քաղաքային իշխանություններն ու գյումրեցիները ծաղիկներ են խոնարել ու խնկարկել հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին։ Ապրիլ 24-յան առավոտը Գյումրիում աղոթքով սկսվեց։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աճապահյանի ձեռամբ ի հիշատակ սրբադասված նահատակների բարեխոսության պատարագ մատուցվեց Սուրբ Յոթվերք եկեղեցում։ 100 տարի անց հենց մեր յուրավոր նահատակները հասան մեզ օգնության, իրենց սրբության, անկասկածելի իրողությամբ գերեզմանի խուփը մի կողմ թավալեցնելով։ Մենք պատրաստ ենք իմերանել, քան անցանել օրենս հայրենիս։ Մենք պատրաստ ենք մեռնել, քան խախտել հայրենի օրենքը։ Այս սկզբունքը կյանքի կոչող նահատակները բացեցին մեր աչքերը, ցույց տալու համար վերաբրողներիս, որ իրենք ակամա և պատահական մահացողներ չէին, այլ վախն ու երկյուղը հաղթահարած հերոսներ։
Շիրակի թեմի առաջնորդի, Շիրակի մարզպետի ու Գյումրու քաղաքապետի գլխավորությամբ գյումրեցիները ծաղիկներ խոնարհեցին վերածնունդ հուշակոթողի առջև։ Այն ցեղասպանության նահատակների հոգիների փրկության ու հայի փյունիկման խորհրդանիշն է։ Ֆրիդ Սողոյանի հեղինակած հուշակոթողը նախորդ տարի է տեղադրվել քաղաքի ամենահին այգում, որն այժմ Բագրատունյաց պուրակ է կոչվում։ Շիրակի և Հարևան Լոռու մարզի բնակիչներն ամեն տարվա նման իրենց հարգանքի տուրքը նահատակներին մատուցեցին Ջարդի ձորի հուշաքար խաչքարի մոտ։ Պատմական որոշ վկայությունների համաձայն 1918-ից 21 թվականներին այս տարածքում են նահատակվել Ալեկպոլ գավառի և Ղարաքիլիսայի 50 գյուղի ավելի քան 12,000 բնակիչ։ Թուրքը սարի գակատից անմեղ մարդկանց, երեխաների ու կանանց գլորեց ներքև։ Մեր ընթացքը հավիտենական է, մենք անմա ենք, Հայաստանի երկիրն էլ անմա է և հավիտենական, հաղթանակ և հավիտենություն։ Ցեղասպանության անպատժելիությունն աշխարհում նոր ցեղասպանություններ ծնեց, 101 տարի անց էլ հայի պահանջը մեկն է՝ ճանաչում։ 101 չէ, 110 տարի լասնի մենք պետք է կարողանանք ամեն ինչ անել, որպեսզի նրանք ցեղասպանությունը ընդունեն։ Եթե չընդունեն, նորից կշարունակվի նույն ձեռագիրը, նույն վարկագիծը։ Իրականում նոր պայքարի ծեր պետք է ընտրեն, մեր ուժեղությամբ, մեր միասնությամբ։ Իրոք այս վերջի դեպքերը ապացուցեցին եւս մեկ անգամ, որ մենք թույլ իրավունք չունենք լինելու։ Եթե մենք հանկարծ փորձեցինք թուլանալ, հաստատ երկրորդ գենոցիդը մեր գլխին հաստատ իրենք կազմակերպելու են։ Ապրիլյան քառօրյա պատերազմն ապացուցեց հայն այսօր զորու է ջնջել ցեղասպանական ձեռագիրն ու նոր էջից հերոսական պատմություն գրել։ Արկածախնդիր Ադրբեջանի վայրագությունների դեմ հայորդիները բռունցք դարձան ու առաջնետվեցին իրենց կյանքի գնով ամենաթանկի հայրենի հողի պաշտպանությանը։ Տեղանեմ թե ամարտակերտ կծառայ։ Քսես շեքս շատ լավ է ինչ եղել։ Թուրք երեխուն ցույց կտան գուլա վախ Մարիկ ջան, այ դիգենք մենք։ Այ ավտոմատ կուզե, երտամ։ 6 տարեկան է։ Ուր երտաս, երտամ կերում, երտամ քերուս կող կայնի։ Ես իմ թորներից միշտ ներարգել եմ իրանց արյան խառնվածքի մեջ հայրենասիրություն։ Կներեք ուզվա, որպեսզի ես այս պահին որ գլոխս բարձին թերած գիշերը գլուսացնենք ու ամեն առավոտ ասում փախ կուտանք որ այսօր էլ լուսացրեցինք աշխարհին խաղաղություն կցանկանամ որ մեր ջահելները մեր ձեռը մնան ադրբեջանական Թուրքի կամ բուն Թուրքի առջև այլևս անզեն ժողովուրդ չի, որին կարող են տանել եւ սպանել։ 1915 թվականին, եթե մեր ժողովուրդը փոքր-ինչ զինված լիներ, այդ ողբերգությունը տեղի չէր ունենա։ Իսկ իրենք կարծում են, թե էլի նույն անձեր ժողովուրդն է իրենց դեմ եւ փորձում են հոխորդալ, չի ստացվելու այլևս։ Որովհետեւ հայը տասնապատիկ, հարյուրապատիկ ավելի ուժեղ է, քան ցանկացած թուրք։ Դավիթը 8 ամիս առաջ է լույս աշխարհ եկել, ծնողները որդուն արդեն երկրապահ կամավորականների շարքերում են գրանցել։ Դավիթն ու մյուս փոքրիկները մեր ազգի ապրելու կամքի վկաներն են։ Մեր հայ ազգի վարվկաներից մեկն է իմ տղան, որը համարվում է մեր հզոր հայ մարտիկների շարունակողը եւ ինձ թվում է իմ տղան էլ նենց կանի մեր օրինակով, որ բարձր պահի մեր հայ ազգի պատիվը։ 20-րդ դարասկզբի ոճիրը կրկնել չի հաջողվի 21-րդ դարում հայն իլուր աշխարհի բարձրաձայնում է մեր ապրելու, արարելու, հող հայրենին շենացնելու ձգտումն անսպառ է, կամքը անկոտրում։ Նազել Էլբակյան, Արթուր Մարգարյան, այսօր։
Ապրիլի 24-ին հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված ջահերով երթ է կազմակերպվել Գյումրիում Հոյդա Գյումրու կոմիտեի նախաձեռնությամբ ժամը 19-ին երթը մեկնարկել է Անի թաղամասի Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցուց։ Հարյուրավոր քաղաքացիներ ճանաչում վանկարկումներով ընթացել են Պարույր Սևակ, Վազգեն Սարգսյան, Գարեգին Նժդե, Սայաթ Նովա փողոցներով հաղթանակի պողոտայով։ Այնուհետ տեղի է ունեցել խնկարկում մի հիշատակ քարորյա պատերազմում ընկածների։ Իմ անունն է պայքար, վախճանս հաղթանակ, երկու տերությունների դրոշներն այրվեցին, երթը մեկնարկեց։ Ապրիլյան դեպքեր ապացուցեցին, որ չկա հայաստանցի, չկա ղարաբաղցի, չկա սփյուռք, կա մեկ ազգ եւ մեկ հայրենիք։ Յուրաքանչյուրն այսօր իր մեջ շշնջում է մի հարց, որն արդեն 101 տարի լուծում չի ստանում։ Ինչու չի ճանաչվում հայոց ցեղասպանությունը գերտերությունների կողմից։ Անտեսվում է այն, ինչը պատմական իրողություն է։ Այս ճրագի նման արդեն 101 տարի չի մարում հայի սրտում վառված կրակը։ Այն առավել ոսկլտում է հենց այս օրերից։ Ոչինչ նստաշամբույն դեռ չի ճանաչվել։ Հենց դա է պատճառը, որ ցեղասպանական նույն ձեռագիրը նույն էթնոսի կողմից, նույն էթնոսի նկատմամբ կիրառվեց քարորյա պատերազմում։ Մենք պահանջում ենք ճանաչել 101 տարի առաջ կատարվածը, մինչդեռ ընդամենը օրեր առաջ ապրիլյան պատերազմում իրականացված ոճրագործություններն ու խոշտանգումներն էլ միջազգային հանրության կողմից համապատասխան գնահատանքի չարժանացան։ Շատ պետություններ ու կազմակերպություններ պարզապես աչք փակեցին մեր աչքի առաջ կատարվածի նկատմամբ։ Կարծում էին ու համոզված էին, այո, որ կկարողանան մեկ հայ թողնել եւ այն էլ թանգանում չի լինի։ Նորից են կրկնում, քանի դեռ երկու հայ կենտանի մնան, ազգը կգոյատևի, կշատանա։ 18-19 տարեկան բանակայինների, զինվորականների աչքերին կայծը չէր պակասում։ Նմանատիպ հզորությամբ, նմանատիպ երիտասարդություն ունենալն ու հաղթանակի հասնելը մեծ գնահատական է։ Համոզված եմ, որ այս ծերունդը, որ ժառանգել է անկախ հայրենիք, հաստատ կարողանալու է ոչ միայն պահել, այլ նաև շատ լավ երկիր դարձնել։ Հայի պահանջատիրական ոգու դեմ ժամանակն անզոր է, այն տարիների ընթացքում առավել է հզորանում, առավել ամրապնդվում։ Տարիների ընթացքում ավելի է շատանում բոլորիս մոտ այդ պահանջատիրական զգացողությունը։ Զգում եմ պահանջատիրական ոգին կապված, ավելի շատ ցավ զոհերի հետ կապված, նոր արդեն պահանջատիրություն, նոր արդեն ինչ-որ պահանջատներ, առաջնային ցավն է։ Քայլերթի շարքերը գնալով համալրվեցին, ոչ ոք չհոգնեց, ոչ ոք չտրտնջաց, երիտասարդները քայլեցին վստահ ու հպարտ։ Հայր մեր, որ երգինս ես, սուրբ երեցի անունքով։ Տերունական աղոթքը հնչեց ի նշան Եղեռնի զոհերի ոգեկոչման։ Քրիստոս հարյաղի մերելոց։ Հայաստանը հարյաղի մերելոց։ Հայ ժողովուրդը հարյաղի մերելոց։ Ուրեմն 101 տարի առաջ մեր թշնամին չէր կարող երևակայել, որ 101 տարի հետո մենք պիտի լինենք եւ պիտի շադանանք եւ պիտի հաղթենք եւ հաղթանակած ժողովուրդ պիտի լինենք։ Քայլերթը շարունակվեց դեպի Վարդանանց հրապարակ, ուր տեղի ունեցավ խնկարկում ի հիշատակ ապրիլյան քարորյա պատերազմում հերոսաբար ընկած հայորդիների։ Ջակիկի Վարդանյանի 1996 թվական, Վիկտոր Յուսիֆովիչ Արամի 1996 թվական։ Հավերժ փառք մեր հերոսներին։ Հիշելու ենք և պահանջելու ընդմիշտ։ Հեղինե Մանուկյան, Խաչատուր Գևորգյան, այսօր։
Շարունակում ենք թողարկումը։ Երեկ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած Ավրորա մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ընթացքում Մարգարիտ Բարանկիցեն հռչակվել է Ավրորա Անդրանիկ մրցանակի դափնեկիր, ճանաչման արժանանալով այն բացառիկ ազդեցության համար, որ Բուրունդիի քաղաքացիական պատերազմի տարիներին է ունեցել հազարավոր կյանքեր փրկելով եւ խնամելով որբերին ու փախստականներին։ Նրան շնորհվել է $100,000 պարգև, ինչպես նաեւ եւս $1 միլիոն, որն ուղղվելու է մարդասիրական կազմակերպություններին։ Մեծ արանքի են արժանացել նաև մրցանակի մյուս 3 հավակնորդները՝ բժիշկ Թոմ Քաթինան Սուդանից, Սաիդա Ղուլամ Ֆաթիման Պակիստանից եւ հայր Բեռնաշկին Վին Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունից։ Նրանք $25,000 նվիրատվություն են ստացել։ Այս տեխնացուներն ընտրվել են 26 երկրների 168 առաջադրված տեխնացուներից։ Գլխավոր մրցանակը հանձնել են հատուկ այս նպատակով Երևան ժամանած աշխարհահռչակ դերասան Ջորջ Քլունին եւ գործարար Ռուբեն Վարդանյանը։ Մրցանակաբաշխությանը մասնակցել է նաև երկրի նախագահը, ներկա են գտնվել բարձրաստիճան այլ հյուրեր, ինչպես նաև լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը։ Կալիֆորնիա Courier թերթի խմբագիր Հարութ Սասունյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին եւ ընդգծել, որ Միացյալ Նահանգները ոչ թե մեկ, այլ մի քանի անգամ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը եւ շատ ավելի բարձր մակարդակով, քան մյուս պետությունները։ 75 թվականին ամերիկյան կոնգրեսը մի բանաձև ընդունեց միացայնությամբ ճանաչելով ցեղասպանությունը, 84 թվականին անգամ ևս նորից մի նոր բանաձև ամերիկյան կոնգրեսը ընդունեց, ասելով հայկական ցեղասպանություն, այդ բառերը օգտագործել ոչ թե ուրիշ բառեր, ուղղակի genocide կամ genocide ցեղասպանություն, 81 թվականին նախագահ Ռոնալդ Ռեյգանը ոչ թե որպես տեխնացու, այլ որպես նախագահական հռչակագիր ստուգագրեց ապրիլ 22, 2081, որտեղ նշում է հայոց ցեղասպանությունն այդ բառերով։ Ունենք 43-44 նահանգներ 50 նահանգներից ընդունել են։ Այսինքն մի խոսքով ամերիկան ոչ միայն ճանաչել է, այլ ճանաչել բազմաթիվ անգամներ ամենաբարձր մակարդակով։ Գերմանիայում գործող թուրքական միությունն ընդդեմ ցեղասպանության կազմակերպության ներկայացուցիչ Մահմուդ Ուզունին այսօր Հայաստանում լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ 100 տարի անց հայ ժողովուրդը վերջապես պետք է բարձրացնի պահանջատիրության հարցերը եւ մի կողմ դնի ճանաչման հարցը։ Վերջինս ընդգծել է, որ ինքը լինելով ազգությամբ քուրդ ամաչում է, որ 100 տարի առաջ իր հայրենակիցներից շատերը մասնակցել են հայերի բնաջնջման գործին։ Մի բան կարող եմ ասել, որ մի ժողովրդին պատկանող տարածքում չի կարող մեկ այլ ժողովուրդ ապրել ու պետություն հիմնել։ Ինչպես հիմա քրդերն են դա ցանկանում անել ու անունը դնել Քուրդիստան։ Դրանք հայկական հողեր են եւ մի օր պետք է պատկանեն հայ ժողովրդին, ասել է նա եւ պատմել, որ դեռ 100 տարի առաջ իր պապերի գյուղը քրքզրան հայտնաբերելով մոտակա քարանձավում ապրող հայերին հյուրընկալել է, ապաստան տվել իրենց տներում եւ թույլ չտվել զինվորականներին ձեռք բարձրացնել նրանց վրա։ Նա վստահեցրել է, որ ինքը իր պապերի գեներն է կրում եւ ուզում է բարեկամների պես ապրել հայերի հետ։ Հայ ազգը ունի 5 խնդիր։ Արևմտյան Հայաստան, բռնազավթված Արևելյան Հայաստան, այստեղ որ pedagogan միավոր է ներկայացնում ես մեր Հայաստանի Հանրապետությունը, Արցախը, Ղարաբաղը, Նախիջևանը եւ Ջավախքը։ Ուստի հայը, հայ ազգի փոխանցակ երկիրը 5 մասի է բաժանված, որից 4-ը բռնազավթված վիճակում են։ Հիմա 5 աշխարհամասում ապրող հայությունը Բիդի այս 5 կդորը միասնի իրար, սա է առաքելությունը հայության։ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության արտգործնախարարության եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրին։ Երկրի ղեկավարը նշել է, թե ջերմությամբ է հիշում 2015 թվականի հոկտեմբերին պարոն Դեզիրի հետ իր նախորդ հանդիպումը։ Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի շրջանակներում, որի ընթացքում հանգամանորեն քննարկվել են հայ-ֆրանսիական հարաբերությունների օրակարգը, Հայաստան-Եվրամիություն փոխգործակցության զարգացման հնարավորությունները, ինչպես նաև անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին։ Նախագահը ցավով է նշել, որ Ադրբեջանի ապակառուցողական կեցվածքի եւ դրա հետևանքների վերաբերյալ այն ժամանակվա իր կանխատեսումներն իրականացան։ Ապրիլի սկզբին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի ժամանակ այդ երկրի զինվորականները բազմաթիվ հանցագործություններ կատարեցին, թիրախավորելով նաև քաղաքացիական բնակավայրերն ու խաղաղ բնակչությանը։ Այդուհանդերձ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը ոչ միայն դիմակայեց, այլև արժանի հակահարված հասցրեց հակառակորդին, սակայն Ադրբեջանը շարունակում է սադրանքներ հրահրել եւ
եւ իրավիճակը շարունակում է մնալ լարված, ասել է նախագահ Սերժ Սարգսյանը։ Նախագահ Սերժ Սարգսյանը նաև հարցազրույց է տվել Bloomberg գործակալությանը, որի ընթացքում ևս խոսվել է վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած բախումների մասին։ Հարցազրույցի ընթացքում նախագահը պատասխանելով այն հարցին, թե արդյոք ներկա իրադրությունում ռուս խաղաղապահների որևէ դերակատարություն տեսնում եք ճնշումները նվազեցնելու, էսկալացիան մեղմելու տեսանկյունից, մասնավորապես նշել է, որ այդպիսի հնարավորություն չի տեսնում։ To be clear, do you see any role for Russian peacekeepers now in the current situation to reduce tensions, to prevent any escalations, even if there are no immediate possibilities of talks? Գիտեք, ես այդպիսի հնարավորություն չեմ տեսնում, եթե բանակցություններ չկան, ռուսական զորքը ինչպես պետք է հայտնվի Ղարաբաղում, կամ Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի միջև։ Ես այսպես եմ կարծում, որ ռուսական զորք այստեղ կարող է հայտնվել կողմերից մեկի հրավերով, առնվազն։ Ես կարծում եմ, որ ճիշտ կլինի պատասխանեմ նաև ձեր չտված հարցին, որովհետև այդպիսի հարցեր միշտ օդում այսպես ոնց որ ներկա են լինում։ Եվ իմ խորին համոզմունքն է, որ Ռուսաստանին ձեռնտու չի լայնամասշտաբ ռազմական գործողություններ այս տարածաշրջանում։ Եվ մեզ էլ մեր շահերից էլ չի բխում, որ մեր տարածաշրջանում այստեղ լայնամասշտաբ ռազմական գործողություններ լինեն, անկախ արդյունքներից։ Մենք փոքր երկիր ենք եւ մենք կարող ենք շատ անդառնալի կորուստներ ունենալ։ Մենք պարտավոր ենք ռազմական գործողություններ վարել, կռվել միայն այն դեպքում, երբ պարտադրված ենք, երբ այլ ելք չկա։ Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի անդամ, Եվրոպական խորհրդարանում Արցախի հետ բարեկամության խմբի ղեկավար Ֆրանկ Էնգելին։ Քննարկվել են Եվրոպա-Արցախ հարաբերություններին եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր։ Հատուկ ուշադրություն է դարձվել ապրիլի 2-ից 5-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին եւ դրանց հետևանքներին։ Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել Ֆրանկ Էնգելին սկզբունքային աշխատանքի եւ անկեղծ բարեկամության համար, նշելով, որ հենց այս գաղափարներն են ընկած Եվրոպա-Արցախ հարաբերությունների հիմքում։ Շարունակում ենք թողարկումը։ Ազգային ժողովի լիագումար նիստում պատգամավորները պահանջել են ցանկացած ֆորմատով լինի բաց կամ փակ իրենց տեղեկատվություն տրամադրել, ինչ փուլում է հիմա քարորյա պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը, երբ պատրաստ կլինի Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի Հանրապետության միջև ստորագրվելիք փոխօգնության մասին փաստաթուղթը, ինչի մասին անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է Հայաստանի Հանրապետության նախագահը։ Նախ պատգամավոր Խաչատուր Քոկոբելյանը մտահոգություն է հայտնել, որ հարցի հետ կապված նորությունները հաղորդում է ոչ թե Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, այլ Ռուսաստանի Դաշնության։ Հարցը բարձրացրել են նաև պատգամավորներ Միքայել Մելքումյանը, Ստեփան Մարգարյանը, Նայրա Զոհրաբյանը։ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ ասել է, թե արտաքին գործերի նախարարությունը թափանցիկ է աշխատում ու մի քանի անգամ անձամբ նախարար Էդվարդ Նալբանդյանը հստակ արտահայտել է Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը։ Կքննարկենք հարցն ու կտանք վերջնական պատասխան, նշել է ազգային ժողովի փոխնախագահը։ Այս ծանր օրերին, երբ որ նաև Նալբանդյան Լավրով քննարկումներ ներգնում, ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մենք ավելի շատ ինֆորմացիա ստանում ենք ռուսական մամուլից, քան մեր մամուլից։ Բնականաբար դրա պատճառը արտգործնախարարության համապատասխան ինֆորմացիայի միգուցե հարմար չգտնելու, որպեսզի տրամադրվի, բայց ակնհայտ էր, որ սկսած Կազանի փաստաթղթից մեր հասարակության լայն շրջանակները տեղեկացվեցին ռուսական ՄԻԴ-ի կողմից բաց թողնված անդադ մեր որոշակի ինֆորմացիաներից։ Ես առաջարկում եմ եւ պահանջում, որ ձեր առաջարկով ազգային ժողովի ղեկավարության արտաքին գործերի նախարարը առնվազն երկու թեմայի հետ կապված, թեկուզ հաջորդ հանդիպմանը, որ պետք է լինի մեր կառավարության հետ, հաղորդագրություն ներկայացնի, առաջինը Հայաստանի եւ այո Լեռնային Ղարաբաղի ռազմական փոխօգնության պայմանագրի հետ կապված, որի մասին խոսեց Սերժ Սարգսյանը անվտանգության նիստում, եւ չպատճառաբանվի հանկարծ, որ դա տեխնիկական խնդիր է եւ այլ, ինչի ականատեսն ենք դարձել։ Եվ երկրորդը շատ հստակ տեղեկատվություն ներկայացնի բանակցային գործընթացի հետ կապված, որպեսզի մենք ստիպված չլինենք այլ երկրների լրատվություններից կամ պաշտոնական կայքերից տեղեկանանք։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ, պարոն Քոկոբելյան։
Գնահատում եմ ձեր մտահոգությունը, բայց ես կարծում եմ, որ մեր արգոսնախարարությունը եւ արգոսնախարարը մասնավորապես եւ պաշտոնական լրատվամիջոցներին հարցազրույց տալով եւ մամուլի ասուլիսի ժամանակ հստակ ներկայացրել է Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը եւ երեկ էլ Ծերնակաբերդում Էդուարդ Նալբանդյանը ներկայացրեց հստակ մեր դիրքորոշումը։ Երկրորդ, նրա բացակայության պայմաններում փոխարգոսնախարար Շավարժ Քոչյանը մասնակցել է փակնիստին եւ ներկայացրել է Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշումը։ Իսկ ինչ վերաբերում է հարցը պատասխանին դիրքորոշումների ճշտմանը, ես կարծում եմ, որ այստեղ որևէ խնդիր մենք չունենք։ Կառավարությունը հրապարակային աշխատում է, մենք իշխանություններից պատրաստ ենք հրապարակային աշխատելու։ Ես ընդհանրապես որպես իշխանության ներկայացուցիչ, որպես ազգային ժողովի նախագահի տեղակալ ասեմ, Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում չի փոխվել։ Հայաստանի Հանրապետությունը եղել եւ մնում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի եւ հանրապետության անվտանգության երաշխավորը։ Լեռնային Ղարաբաղը չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան փաստացի ունի այսօր։ Այսօր Լեռնային Ղարաբաղը դե ֆակտո ժողովրդավարական անկախ հանրապետություն է։ Խորհրդարանն առաջին ընթերցումով քննարկել է եւ ընտրական օրենսգիրքը եւ դրանքից օրենսդրական փաթեթը, որը ներկայացրել է կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը։ Նշվել է, որ նոր օրենսգրքով Գյումրի ու Վանաձոր համայնքների ղեկավարների ընտրության հարցում գործելու է այն մոդելը, որը կիրառվում է նաեւ մայրաքաղաքում։ Այդ համայնքների ղեկավարներն ընտրվելու են անուղղակի ընտրություններով։ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն անդրադառնալով ընտրական օրենսգրքի փոփոխության մասին լսումներ անելու որոշմանը հայտարարել է, որ 4+4+4 ձևաչափով բանակցություններն արդյունք չտվեցին, ուստի ՀԱԿ-ն այլևս անիմաստ է համարում ընտրական օրենսգրքի քննարկումները։ Ընտրական օրենսգիրքը փաստաթուղթ է, որը կարևոր ազդեցություն ունի ընտրությունների նկատմամբ հանրության վստահության ձևավորման վրա։ Սա է պատճառը, թե ինչու ժողովրդավարական աշխարհում անհրաժեշտ են համարում, որ ընտրական օրենսգրքի շուրջ կայանա իշխանությունների, ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության կոնսենսուսը, փոխհամաձայնությունը։ Եվ ոչ թե հարցը լուծվի մեծամասնության կողմից քրեական մեխանիզմի գործադրման միջոցով։ ԵԽԽՎ-ի վերջին նստաշրջանում այս մասին խոսեց նաեւ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորնբորն Յագլանդը։ Ինչպես գիտեք, 4+4+4 ձևաչափով բանակցությունները արդյունք չտվեցին։ Կոնսենսուսը չկայացավ։ Քանի որ իշխանությունները ըստ էության մերժեցին ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության միամուռ հավանության արժանացած 5 միացյալ պահանջները։ Եվ քանի դեռ նման կոնսենսուս ձեռք բերված չէ, հաշվի առնելով, որ Ղարաբաղի եւ Հայաստանի դեմ իրականացվում է արտաքին ագրեսիա, Հայ ազգային կոնգրեսը նպատակահարմար չի գտնում, որ ազգային ժողովում ծավալվեն քննարկումներ, ներքաղաքական անխուսափելի լարումներ առաջացնող այդ խնդրի շուրջ, առավել ևս, որ իշխանությունը հանրության ընդառաջելու որևէ ազդանշան չի տալիս։ Մենք կարծում ենք, որ ավելի ճիշտ կլիներ հարցի քննարկումը հետաձգել մինչև անհրաժեշտ կոնսենսուսի ձևավորումը։ Առաջարկում ենք այս կապակցությամբ որոշում ընդունել։ Զուրաբյան, այն կարծիք է, որ մենք պետք է կողմնիկների արդյունքում հասնենք ընտրական օրենսգրքի քննարկման եւ քննարկության։ Դուք այստեղ ներկայացրեցիք ձեր խմբակցության եւ ձեր ասական դիրքորոշումը։ Թույլ տվեք չկիսել այն գնահատականները, որի մասին խոսեցիք դուք։ Բնականաբար մենք ենք ապացուցում, որ կոնսենսուս գոնե այս փուլում գոնե այս ֆորմատով չի եղել, բայց դա միակ ֆորմատը չի, որ քննարկվում է։ Մեծամասնությունը փոխիչումների կողմնակից է։ Մեծամասնության կողմից հիմնական զեկուցողը դավիճում է եւ ինքն է հրապարակային ներկայացրել է փոխիչումների մեր տարբերակները։ Մենք պատրաստ ենք քննարկել, բայց հարգելի պարոն Զուրաբյան, մենք պետք է տարանջատենք փոխիչումն ու ультիմատումը։ Թողարկման երկրորդ հատվածում դիտեք։ Նշանակված պատժի կեսն արդեն կրել է, կայացվել է Էվլիա Գյումուշթեքինի սպանության գործով դատավճիռը։ Հատուկ ուշադրություն հաղթանակած մարզիկներին չեմպիոնների պարգևատրումը քաղաքապետարանում։ Նախագահի ընտրություններ Շիրակի մարզում շախմատի ֆեդերացիան ունի նոր ղեկավար։
Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում կայացել է ազգությամբ թուրք Էվլիա Գյումուշթեքինի սպանության գործով դատավարությունը։ Հիշեցնենք, որ սպանության մեջ մեղադրվող Մաքսիմ Բաքոյանն իրեն մեղավոր ճանաչել է հանցավոր արարքի, այլ ոչ թե հանցագործություն կատարելու մեջ։ Դատարանն Ամբաստանյալի նկատմամբ կայացրել է դատավճիռ։ Նախորդ դատական նիստի ժամանակ, երբ վերջին խոսքով հանդես գալու հերթը Մաքսիմ Բաքոյանինն էր, Ամբաստանյալը նախ փորձեց նիստը նախագահող դատավորի ճշգրտումներ կատարել, կապված կրկնակի դատահոգեբանական փորձաքննությունն իրականացնող մասնագետի հետ։ Հոգեբանը երբ որ ստեղ էր, հոգեբանին ես հարց տվեցի, որ հարցից չպատասխանեց ու դուք ասեցիք, որ ինքը նման արդյունություն չի արել։ Այդ հարցը ուղղակի ես չեմ ուզում անդրադառնամ այդ հարցին, ուղղակի ես կուզեմ ասեմ, որ եթե մի անձը մի բան չի ասել, ես երբեք չեմ ասում ինքը նման բան է ասել։ Եսի նկատում եմ արդյունությունը, երբ որ պաշտպանս հարց տվեց, ինքը հարցին պատասխանեց նման կերպ։ Կապված է նրանից, թե ինչ հրահանգ է ստանում հոգեբանը եւ ինչ մոտեցում է ցուցաբերում։ Ուղղակի շատ ինձ հետաքրքրեց, ինչ հրահանգ է ստացել եւ ինչ մոտեցում է ցուցաբերել իմ հանդեպ։ Բաքոյանը նշեց, որ ինքն ըմբռնումով է մոտենում մեղադրող կողմի դիրքորոշմանը, միայն թե արդարադատություն է պահանջում նաև մոր սպանության դեպքի հետ կապված։ Իսկ ինչու է թե իմ մորը սպանեցին, մեղադրող կողմը մեղադրող են, օրենապաշտ մարմին են։ Ինչի Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները մի քայլ չձեռնարկեցին, թե Թուրքիայի Հանրապետությունում եթե սպանվեց իրանց քաղաքացին, իրանց 5 տարեկան երեխու աշկիտեմ, որ սպանեցին։ Ինչ եղավ այնտեղ, ինչ լուծում տվեցին այդ սպանությանը։ Ու այսօրվա օրով մի մեղադրող կողմը կուզենցի մարդասպանի հոդվածով տա։ Որպես մեղմացուցիչ հանգամանք Ամբաստանյալը նաև մեջբերեց անչափահաս քրոջ ու եղբոր խնամակալության խնդիրը։ Մաքսիմ Բաքոյանի խոսքով ինքը չի ցանկանում, որ նրանք եւս մեկ անգամ որփանան։ Մեղադրող կողմը, ասենք կուզեի երրորդ անգամ վերջականապես այդ երեխեքին որփացնել։ Այսինքն դժոխ կողմը կուզեի այդ։ Իսկ ես կուզեմ այդ երեխեքի կողքին եղնեմ, որ ասենք համեղնեմ իրանց համար հայր, տարիքսը երդասարտեմ կինք ունենամ, կինսը կեղնի իրանց համար լիարժեք մայր։ Մաքսիմ Բաքոյանը դատարանին ներկայացրեց այն հոգեվիճակը, որում ինքը հայտնվել է, երբ խորթ հայրը Էվլիա Գյումուշթեքինն իրեն հայտնել է, որ պետք է մեկնի Թուրքիա, Բասե Բաքոյանի, այսպես ասած, արյան գումարը ստանալու, որով եւ պետք է հիմներ սեփական բիզնեսը։ Վստահ եմ, որ դուք այդ տղամարդու համար կամ տնային տունելի։ Տան մարդու մորը սպանեք, կա այդ մարդու դեմն եք այնպես դեշտա մարյան փող բերեմ։ Այո, ուղղակի ասենք կարող ասենք, որ ոմանք չհասկանան այդ ամեն ինչը, որովհետեւ ինձ չեն զգաց այդ բանը։ Ու ես հեշտմարտը չեմ ցանկանում նման ճակատագիր ու նման բան զգալ։ Հեշտմարտը չեմ ցանկանում, բայց երբեք հեշտմարտ ստեղ չի հասկանան ինձ։ Թե ես այդ բանին ինչ եմ զգացել։ Այդ արդյունությունը լսելով։ Ամբաստանյալը նշեց, որ ինքը մարդ սպանել է, սակայն մարդասպան չէ։ Թելերյանական հայտնի խոսքերը ինչ ազդեցություն եւ հետևանք կունենան, Բաքոյանը թողեց դատարանի հայեցողությանը, միաժամանակ խնդրելով մեղմ պատիժ։ Այսօր արդեն դատարանը ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարական օրենսգրքի 363, 161, 365 հոդվածներով վճռեց։ Մաքսիմ Ջնդի Բաքոյանին մեղավոր ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի առաջին մասով եւ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ դատապարտել ազատազրկման 4 տարի ժամկետով, որը կրելու է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համապատասխան քրեական հիմնարկում։ Մաքսիմ Բաքոյանի նկատմամբ նշանակված պատիժը կհաշվվի կալանավորման օրվանից, այսինքն 2014 թվականից։ Ալա Բաղդասարյան, Խաչատուր Գևորգյան, այսօր։ Գյումրին առանց տնակների ծրագրի շրջանակներում այսօր անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականներ են հանձնվել 11 շահառուի։ Վերջիններս բնակարանատեր են դարձել վերոնշված ծրագրի Հայաստանի էլեկտրական ցանցերի եւ SOS նախաձեռնության համատեղ ջանքերով։ Տասնյակ տարիներ տնակային անմխիթար պայմաններում բնակվող, բայց եւ անօթևանի կարգավիճակ չունեցող գյումրեցիները շուրջ 1 ամիս է բնակվում են Գյումրին առանց տնակների ծրագրի շրջանակներում ձեռք բերված բնակարաններում։ Գյումրու քաղաքապետը բնակարանատերերին անձամբ է հանձնել վկայականները։ Մենք ապրել ենք գործարանային երկու հանրակացարանում շատ վատ պայմաններում։ Մեզ նոր բնակարան են նվիրել Մուշ 2 թաղամասում, կանչել են, որ վկայագիր է տան բնակարանի։ Բնակվել ենք տնագում հաշմանդամ երեխայի հետ, 18 տարեկան, շատ վատ պայմաններում, նվիրել են բնակարանը,
տեղափոխվել ենք, եկել ենք վկայականի հետևից։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր հետի ղեկավարությանը, պարոն Նամել Ղարաբեգյանին, որը նախաձեռնեց 10 բնակարան նվիրել Գյումրի քաղաքի անօթևանության համար, պարոն Հարությունյանին և պարոն Կարզազյանին, որ կազմակերպեց այս կարևոր ակցիան, որի սկիզբը տրվեց Գյումրին առանց տնակների ծրագրով, և նաև այն երիտասարդներին, ովքեր աշխատեցին մեզ հետ, Հայկ Բարսեղյանին նաև և այդ սոս կազմակերպությանը, որոնք նույնպես իրենց դուման ունեցան հետագայում բնակարանների հետ կապված։ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր ընդունել էր նաև միջազգային ասպարեզում բարձր արդյունքներ ցույց տված գյումրեցի մարզիկներին, մարզիչների գլխավորությամբ ներկա էին ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Կարապետ Չալյանը, ծանրոշներ Նազիկ Ավդալյանը, Տիգրան Մարտիրոսյանն ու Գոր Մինասյանը, բռնցքամարտիկներ Արթուր Հովանիսյանը, Հովանես Բաչկովը, ինչպես նաև սամբիստների եռյակը, որոնք հաջողությունների էին հասել վերջերս ավարտված միջազգային մրցաշարում։ Վերջիններից դրամական պարգևներ հանձնելուց հետո քաղաքապետը հույս է հայտնել, որ մեր մարզիկները կկարողանան լավ արդյունքների հասնել գալիք օլիմպիական խաղերում։ Վերջում քաղաքապետը նշել է, որ ավականու առաջիկա նիստի օրակարգում կլինի նաև Եվրոպայի նորընծա չեմպիոն Նազիկ Ավդալյանին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու հարցը։ Միջոցառման ընթացքում հատուկ ուշադրության են արժանացել նաև բռնցքամարտիկ Արթուր Հովանիսյանն ու նրա անձնական մարզիչ Մանվել Գաբրիելյանը։ Հիշեցնենք, որ Արթուրն օլիմպիական ուղեգիր է նվաճել թուրքական Սամսուն քաղաքում տեղի ունեցած վարկանիշային մրցաշարում։ Խոստվել էի, խոսքից տերն եմ, ես ասի չէ, նժել է 3-ից 1-ը բդի չերնի, եղավ, ես գիտեմ որ լենի, ապսուս քիչ էր։ Մենք Թուրքիայում պետք է անենք ամեն ինչ, որպեսզի կարողանանք մեր դրոշը բարձրացնենք եւ բարձրացրեցինք 5 անգամ։ Հովանես Բաչկովը անպայման դու մեր կողքներն է, ու մենք կհասնենք դրոշ։ Չերնի Բաքու եք երթանք կբերենք Բաքվից։ Ես եմ իրան խոստացել, գնանք Բաքվից իրար հետ կառնենք ու գանք։ Իսկ Գյումրու շախմատի մարզադպրոցում տեղի ունեցել Շիրակի մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները, ներկաների միաձայն որոշմամբ ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Գյումրի Գարեջուր սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Միսակ Բալասանյանը։ Հիշեցնենք, որ նրանից առաջ ֆեդերացիան ղեկավարում էր նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը։ Մանրամասները Հաբետ Հարությունյանի ռեպորտաժում։ Գյումրու շախմատի մարզադպրոցում տեղի ունեցավ Շիրակի մարզի շախմատի ֆեդերացիա հասարակական կազմակերպության ժողովը։ Ֆեդերացիայի պատասխանատու քարտուղար Վաչիկ Վարդանյանը սկզբից ներկայացրեց նախորդ տարիներին կազմակերպության կողմից կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը։ Ժողովի օրակարգում էր ֆեդերացիայի ղեկավար մարմինների, նախագահության կազմի, նախագահի, փոխնախագահների եւ պատասխանատու քարտուղարի, վերստուգիչ հանձնաժողովի կազմի, ինչպես նաև մարզչական, մրցավարական, էթիկայի ու վետերանների հարցերի հանձնաժողովների կազմերի ընտրությունները։ Քննարկվեցին նաև ընթացիկ այլ հարցեր։ Առաջարկված կազմերը հաստատելուց հետո ներկաները ընտրեցին Շիրակի մարզի շախմատի ֆեդերացիայի նոր նախագահին։ Միաձայն որոշմամբ ընտրվեց Գյումրի Գարեջուր ՍՊ-ի տնօրեն Միսակ Բալասանյանը։ Շիրակի ֆեդերացիայի նախագահ դառնալը իմ համար ինքնանպատակ չէ։ Ես ունեմ ծրագրեր եւ եկել եմ այստեղ ծրագրեր իրականացնելու։ Հանրապետության նախագահի կողմից նման վերաբերմունքը, ուշադրությունը, հոգատարությունը շախմատի նկատմամբ դրել է այնպիսի մի հատ բարձր սահմանակից, որը մենք իրավունք չունենք իջացնելու։ Այսինքն ունենք շատ գործ անելու։ Գյումրեցին միշտ մնացել է իր խոսքի տերը, իր խոստումների տերը։ Դուք գիտեք, որ շախմատը կոլեկտիվ անդամ է մեր ազգային օլիմպիական կոմիտեին եւ մենք միասնական աշխատանք ենք տանում, ուրախանում ենք ձեր հաջողությունների համար։ Ելույթներ ունեցան նաև փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանն ու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը։ Երկուսն էլ շնորհավորեցին Միսակ Բալասանյանին եւ հույս հայտնեցին, որ նրա օրոք շախմատն ավելի կզարգանա տարածաշրջանում, մասնավորապես Գյումրիում։ Գյումրին տվել է խոշոր մեխանիկ պարոն Համբարձումյանին, համոզված եմ, որ Գյումրին տալու է նաև խոշոր շախմատին։ Իսկ դրա համար կան բոլոր պայմանները։ Միսակ ջան, շախմատը նույնպես մեր մարզում չնայած շատ է զարգաց, առավել եւս քո օգնությամբ կզարգանա եւ հաջորդ տարի մենք կուզենայինք տեսնել Գյումրի սպորտային մայրաքաղաք։
Ժողովին ներկա էր նաև Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուցյանը։ Վերջինս նշեց, որ շատ լավ ճանաչում է Միսակ Բալասանյանին։ Նրա հետ հասցրել է նույնիսկ շախմատի միջազգային մրցաշար կազմակերպել Գյումրիում։ Ինքը շատ հետևողական է, կազմակերպված է, վերլուծական մտածելակերպ ունի, կարողանում է լավը վատը ընկալել եւ ճանապարհներ գտնել, որը ամենակարևորն է։ Եվ բացի այդ էլ շատ մեծ հոգս է նկատի ունեմ ֆեդերացիային, որովհետեւ սենյութականը նույնպես կարևոր է եւ պետք է սիրել շախմատը։ Եթե այդ ամբողջը մարդու մեջ կա, ապա ինքը կարող է շատ օգտակար լինել։ Սմբատ Լպուցյանը պատասխանելով մեր հարցերին խոսեց նաև ոլորտում առկա խնդիրների մասին։ Հանրակրթական դպրոցներում շախմատին հատկացված դասաժամերի քանակը Լպուցյանը քիչ չի համարում։ Մյուս կողմից դա չի նշանակում, որ խնդիրներ չկան։ Հոգեբանները եւ սոցիոլոգները եւ մեթոդիստները եւ մանկավարժները կա այդպիսի խումբ, որ հետազոտություններ է անում ամբողջ հանրապետությունով եւ իհայտ է բերում, թե ինչպիսի խնդիրներ են առաջ գալիս։ Հիմնական խնդիրը կապված է ուսուցիչների հետ։ Ասել է, թե համապատասխան որակավորում եւ գիտելիք ունենալու դեպքում արդյունքներն իրենց սպասեցնել չեն տա։ Դեռ ունեն խնդիրներ ուսուցիչների մեջ, որոնք չեն կարողանում այն ինչ որ կա, լավ կարողանալ մատուցել, եւ երեխան չի կարողանում լավ ընկալել եւ դա իրեն համար դժվար է լինում։ Եվ ստացվում է, որ ծնողներն են զգում, որ երեխան չի ընկալում եւ բայց հիմնական խնդիրը ոչ թե նյութն է, այլ ուսուցիչը։ Հապետ Հարությունյան, Արթուր Մարգարյան, այսօր։ Մեր լրահոսը սպառված է, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս մաղթելով խաղաղություն եւ ամենայն բարիք ցտեսություն։